Խմելու ջրի բացակայությունը ճոճկանեցի կանանց ուզող ամենամեծ խնդիրն է։ Կենցաղում այդքան անհրաժեշտ կենարար հեղուկը նրանք շատ խնայողաբար են օգտագործում, որովհետև այն ձեռքով տուն հասցնելը չափազանց դժվար է։ Դե մի դուր ագալի դուր չգալի ցավդ տանեմ էտա։ Yani թե ասել մեր վալիկո պապեն ինչ են կսկանում մեր կյանքից։ Խմելու ջուր չունենք մենք, вообще։ Ձորը աղբիր կա, գրում են գնդիան կլանիք են ջուրը ձեռով բերում։ Այ բարանի, ես ամանատես ինչքան վաղտում դինք ծրել։ Ես 5 լիտր 5 րոպե քաշում, ձերի խնդիրցի։ Ամբողջ գյուղը ես համարի երևակա ես ձերի հույսին։ Խմելու ջուր չունենք, գորոքման ջուր չունենք։ Ավտո ունենք, կանիստերնին մեջն ենք ածում, գարուտի աղբիրա, ճամփու վրա։ Գնում են լցում բերում, այդ կորմի հետ, 3 կորմի հետ գնում են բերում։ Առանց ջրի մի բան էլ ալում չի թող ամենակարևոր ջուրն է։ Հա մի օր հարևանինն է, մի օր գալիս է, մի օր գալիս չի։ Դենց ջինա գալի, նանի վերցնում ենք, հալում ենք։ Գյուղացիները հիմա կարոտով են հիշում այն ժամանակները, երբ օգտվում էին Լալվարսարի բնական աղբյուրներից։ Վարդուհի տատը միայնակ է ապրում, ջուր կրելու ուժ վաղուց չունի, ստիպված հարևանի թորնիկներին է դիմում։ Այ որդի։ Ön անձրևա ջուրա գալի, հենի վաննես լիգա, վաննեն լկցնում եմ, ինչմա բնացնում։ Խլոյում լու ջուրի ամաններ մի աղջկերք ջուրը գնալիս, տալիս եմ մի շուշա ջուր են բերում 2 օր խմում եմ։ Խմելու ջրի հարցով ճոճկանեցիները գյուղապետարան շատ են դիմել, բայց ուսադրող պատասխան այդպես էլ չեն ստացել։ Այդ հարցը առաջ է քաշած, բայց ոչ մի միջոցառում չեն արել։ Խնդիրն է, որ ֆինանսը չի հերիքում, կառավարությունը ֆինանսավորում չի, որ ջուրը քաշի։ Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանի խոսքով համայնքային բյուջեով գյուղի խմելու ջրի խնդիրը լուծել չեն կարող, մանավանդ որ գյուղապետարանը բազմաթիվ պարտքեր ունի կուտակած։ Հիմա բյուջեից ոչ մի գումար ներդնում չունենք, հնարավորություն էլ չունենք։ Հիմա համայնքը ահագին պարտքեր ունի, մենք պարտքերի մասին ենք առայժմ մտածում, վերացնենք այդ պարտքերը։ Արկադի Թամազյանի խոսքով, սակայն կառավարության եւ Ասիական զարգացման բանկի համագործակցության շնորհիվ խնդիրը շուտով կլուծվի։ 2013 թվականի առաջին կիսամյակում նախագծային աշխատանքները կավարտվեն եւ արդեն այս տարվա աշնանը կսկսվեն ջրագծի կառուցման շինարարական աշխատանքները։ Մանեխ Լոպուզյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։